Հեծանվային լուսաբացն այս անգամ Փարիզում է դիմավորել Նիկոլ Փաշինյանը։ Փարիզի փողոցները պարզապես լցված են թարմ թխվող կրուասանի հոտերով։ Վարչապետը մասնակցում է խաղաղության 8-րդ ֆորումին։ Ընթացքում շփումներ են Ֆրանսիայի, Մոլդովայի ղեկավարների, եվրոպացի այլ պաշտոնյաների հետ։ Dear President Emmanuel Macron, Անկախ լրատվության թեմայով կոնֆերանսում Փաշինյանը հայտարարում է, որ տեղեկատվական մանիպուլյացիայի նկատմամբ դիմադրողականության խթանումը պետք է սկսվի կրթությունից։ Հաստատված խաղաղության մասին էլ խոսում է առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկման ժամանակ։ Ադրբեջանի հետ խաղաղությունը պատմական փոփոխություն է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ընդհանուր տարածաշրջանի համար։ Ասում է, ակտիվ աշխատանք է տարվում Թրամփի ուղի նախագիծն իրագործելու համար, այն հայ-ամերիկյան երկկողմ ծրագիր է։ Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե Հայաստանը, թե Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ եւ միջազգային կապի համար։ Դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաեւ մեր տարածաշրջանի համար։ Կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջև։ Ֆրանսիայում Փաշինյանը կրկնում է ավելի վաղ արած առաջարկը, Հայաստանը պատրաստ է երթուղի տրամադրել Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ բեռնատարների շարժի համար։ Վարչապետը վստահեցնում է, իրականում բոլոր կողմերն են շահելու TRIP նախագծից։ Կան որոշ ուժեր, որոնք փորձում են ներկայացնել իբր արտատարածքայնություն, դրա համար որևէ հիմք չկա։ Դա հրապարակված փաստաթուղթ է եւ բոլոր սկզբունքներն այնտեղ նշված են։ Ամեն օր ենք աշխատում փաստաթղթերի վրա, որևէ խոչընդոտ չկա առաջ շարժվելու եւ այդ նախագիծն իրականացնելու համար։ Փաշինյանն ասում է, որ ազգային ժողովի առաջիկա ընտրությունը մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, մարդկանց հետագա բարեկեցության եւ կայունության համար։ Կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին եւ խաղաղության գործընթացին։ Փաշինյանից հետաքրքրվում են նաև Հայաստանի սահմանադրության մասին։ Մայր օրենքում հղումն անկախության հռչակագրին խոչընդոտ է արդյոք հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ադրբեջանն այդ թեման բարձրացնում է, բայց 2024 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշեց, որ որևէ տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ։ Ավելին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ չեն ներկայացնելու ապագայում։ Վարչապետը հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերություններում եւս դրական զարգացումներ կլինեն։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը ժամանակի հարց է։ Հիմա դրա համար որևէ էական խոչընդոտ չկա։ Այլ հարց է, որքան արագ դա տեղի կունենա, բայց կարծում եմ, որ հասնում ենք մի հանգրվանի, երբ կունենանք բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական գործակցություն եւ կլինենք նորմալ հարևաններ։ Ֆրանսիայում Փաշինյանը նաև մասնակցել է նախագահի անունից Ելիսեյան պալատում մատուցված ընթրիքին, ջերմ ողջագուրվել տեր եւ տիկին Մակրոնների հետ։ Ֆորմալ ու ոչ ֆորմալ միջոցառումների ընթացքում Փաշինյանը նաև հասցրել է ֆրանսերեն երգի հնչյունների ներքո բարի օր մաղթել բոլորին, բայց այս անգամ առանց սրտիկելու։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։